Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը։ Վերջինս այս ամսաթիվը կապել է Եվրոպական խորհրդի էներգետիկ անվտանգության վերաբերյալ որոշումների իրականացման ժամանակացույցի հետ։ Այս ժամանակացույցի համաձայն 2027 թվականի սկզբից Եվրամիությունում ուժի մեջ կմտնի ռուսական հեղուկ բնական գազի ներմուծման լիակատար արգելքը, իսկ Ռուսաստանից խողովակաշարային գազի մատակարարումները նույնպես կդադարեցվեն 2027 թվականի սեպտեմբերի 30-ին։ Սլովակիայի վարչապետը ռուսական էներգետիկայից այս զատումն անվանել է ինքնասպանություն, ընդգծելով, որ շատ եվրոպացի տնտեսագետներ եւ քաղաքական գործիչներ կիսում են այս կարծիքը։ Կիևի ռեժիմի ղեկավարները չեղարկել են ընտրությունները եւ յուրացրել իշխանությունը։ Մինչդեռ Ռուսաստանում ընտրություններն անցկացվում են երկրի սահմանադրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Ցանկանում եմ ընդգծել, որ ի տարբերություն Կիևի ռեժիմի, որի ղեկավարները չեղարկել են ընտրությունները եւ փաստացիորեն յուրացրել իշխանությունը, Ռուսաստանում ընտրություններն անցկացվում են սահմանադրությամբ սահմանված ժամկետներում, հայտնել է Դաշնային խորհրդի նախագահը։ Միացյալ Նահանգները կհաջողի վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս վստահությունը հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։ Մենք փորձում ենք վերջ դնել եւս մեկ հակամարտության Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Կարծում եմ, մենք դա կանենք, ընդգծել է նախագահը։ Իրանի քաղաքացի, որը մեղադրվել է Իսրայելի օգտին լրտեսության մեջ, մահապատժի է ենթարկվել Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին հայտնել է իրանական Meher News-ը։ Գործակալության տվյալներով Համիդ Ռեզա Սաբետ Էսմայիլպուրը, որը ձերբակալվել է 2025 թվականի ապրիլի 28-ին, կախաղան է բարձրացվել իսրայելական Մոսադի օգտին Իրանի նկատմամբ թշնամական լրտեսության եւ համագործակցության համար։ Նշվում է, որ Իրանի քաղաքացին կապ է պահպանել Մոսադի դաշնակցի հետ եւ նրան փոխանցել գաղտնի տեղեկություն եւ փաստաթղթեր։ Ըստ հաղորդագրության դատավճիռը կայացվել է դատական գործընթացի շրջանակում եւ հաստատվել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն դատարանի կողմից։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ բանակցություններից հետո Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ Չինաստանը կարող է օգնել վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։ Չինաստանի աջակցությունը կամ անուղղակի աջակցությունը Ռուսաստանին նշանակալի է, քանի որ այն խաթարում է Եվրամիության եւ Չինաստանի միջև հարաբերությունները եւ օգնում է Ռուսաստանին շարունակել այս անիմաստ պատերազմը։ Չինաստանը եւ Սին վերջապես կարող են օգնել խաղաղություն հաստատել Ուկրաինայում, հայտնել է Օրպոն։ Եռաբլուր զինվորական Պանթեոն է այցելել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը բազմաթիվ հոգևորականների ուղեկցությամբ։ Նա չի պատասխանել լրագրողների որևէ հարցի, թեև հնչում էին բազմաթիվ հարցադրումներ կապված եկեղեցու շուրջ զարգացումների, Գևորգ arczepiskopos Սարոյանին կարգալույծ անելու, եկեղեցու հնարավոր փլուզման, այլ եպիսկոպոսների հնարավոր կարգալուծության ու հետագա քայլերի հետ։ Հոգևորականները միասնական աղոթք են բարձրացրել, ապա հոգևոր կարգ մատուցել Արցախյան պատերազմներում իրենց կյանքը տված մեր հայրենակիցների հիշատակին Գարեգին II-ը նաև ծաղիկներ է խոնարհել Եռաբլուրում կառուցված հուշարձանի նաև այլ շիրիմների մոտ։ Ավարտելով իր այցելությունը այդուհանդերձ վեհափառը խոսել է։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև, եղավ աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարոր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ եւ չխաթարել օրվա խորհուրդը ավելորդ հարցումներով։ Այդ հարցումները դուք հնարավորություն ունեք այլ առիթներով ուղղելու։ Բանակի ձևավորման ժամանակ մենք հիմքերում ենք եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ տարել ենք հաղթանակ, հետագայում նախորդ իշխանությունների ժամանակ թե ինչ եղավ, իրենց խնդիրն է, իրենցից հարցրեք։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։ Հետագան հետո կլինի, բայց այսօր մեր գերխնդիրն մեր բանակի կայացման մեր համախմբման ժողովրդի ամենակարևոր մեր գերխնդիրը դա է։ Ուրիշ մենք խնդիր չունենք։ Ընթացքում կերևա։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին եւ կարիքավոր հայերին $10 միլիոն հատկացնելու մասին։ Հանրությանը խստիվ խորհուրդ է տրվում չվստահել մեր երկրի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների դեմ ուղղված ապատեղեկատվությանը եւ հույսը դնել միայն պաշտոնական մարմինների հայտարարությունների վրա, ասված է հայտարարության մեջ։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն արդեն հենց երկրում են ֆաշիստ անվանում եւ դրա վկայություններից մեկն է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օրինակը։ Հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Սա արդեն հուսահատության ճիչ է այն մարդկանց կողմից, որոնք զբաղեցնում են տարբեր պաշտոններ, ունեն որոշակի կարգավիճակ ուկրաինական հասարակության ներսում եւ որոնք, ինչպես իրենք են ասում, համախմբվել էին հանուն հաղթանակի։ Այժմ հենց նրանք են նրան ֆաշիստ անվանում, ասել է Զախարովան։ Նա նաև հիշեցրել է Յուլիա Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ընդգծելով, որ վերջինս նրա խոսքով դժվար թե քնքուշ զգացմունքներ տածի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին մեղադրել է ԽՍՀՄ-ին հոլոքոստին մեղսակից լինելու մեջ։ Նրա խոսքով երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման համար պատասխանատվություն է կրում ոչ միայն նացիստական Գերմանիան, այլև Խորհրդային Միությունը։ Նա նշել է, որ հենց այս պատերազմն էր, որ հանգեցրեց հոլոքոստին, ԽՍՀՄ-ին դարձնելով մեղսագից այս ողբերգությանը։ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը դատապարտել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի Բաքու այցի ժամանակ արված միջամտողական եւ ստահոդ հայտարարությունները, հաղորդում է Ֆարսը։ Դիվանագիտական առաքելությունը Իսրայելի արտգործնախարարի հայտարարություններն անվանել է միջամտողական, սադրիչ եւ լիովին կեղծ։ Այն ռեժիմի ներկայացուցիչը, որը հիմնադրվել է ահաբեկչության, բռնազավթման եւ Պաղեստինյան ժողովրդի գաղութային ցեղասպանության հիման վրա, ռեժիմ, որի բնույթը սերտորեն կապված է բռնազավթման, ահաբեկչության հետ եւ որի պատմությունը լի է մարդկության դեմ կազմակերպված հանցագործություններով եւ ցեղասպանությամբ, մասնավորապես կանանց եւ երեխաների կոտորածներով, չունի իրավական կամ բարոյական լեգիտիմություն խոսելու մարդու իրավունքների կամ այլ երկրների ներքին գործերի մասին, հայտնել է դիվանագիտական ներկայացուցչությունը։ Կիևի իշխանությունների կողմից Ռուսաստանի հետ հակամարտության երկարաձգումը կվնասի Արևմուտքին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի լրագրող եւ ռադիոհաղորդավար Սքոթ Հորթոնը։ Փորձագետի խոսքով Արևմուտքը սկզբից հասկացել է, որ ուկրաինացիները չեն կարողանա հաղթել Ռուսաստանի դեմ հակամարտությունում, սակայն Հորթոնի կարծիքով խնդիրը հաղթանակը չէ, այլ պատերազմը որքան հնարավոր է երկարաձգելը։ Ուկրաինացիները Արևմուտքի համար կարևոր չեն, բայց ռուսներն են կարևոր եւ ռուսներին վնասելը վերջնական նպատակն է, նշել է նա։ Այժմ Իրանի Իսլամական Հանրապետության ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հուսով եմ դրա կարիքը չի լինի, բայց այն շատ հզոր է, նշել է ԱՄՆ նախագահը։ Վերջինս ընդգծել է, որ Իրանի ուղղությամբ շարժվող ուժերը ավելի մեծ են, քան նրանք, որոնք օգտագործվել էին Վենեսուելայի դեմ։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է ԱՄՆ-ից ուղղակի անվտանգության երաշխիքներ ստանալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հաջորդ եռակողմ հանդիպման ժամանակ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին հայտարարել է ավստրիացի գնդապետ եւ ռազմական փորձագետ Մարկուս Ռեյսները։ Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև կա փաստաթուղթ, որն արդեն պատրաստ է ստորագրման։ Այն նման կլինի ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին։ Զելենսկին հույս ունի անվտանգության երաշխիքներ ստանալ, նշել է փորձագետը։ Այսօր հունվարի 28-ին հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է։ Քաղաքացիներն ու քաղաքական գործիչներն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին։ Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրած Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել, համաձայն որի հունվարի 28-ը սահմանվել է որպես ոչ աշխատանքային օր։ Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ որոշումը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ։ Մեր բանակն անցել է ձևավորման բարդ ժամանակաշրջան, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում եւ որի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր։ Վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ են արել մեր բանակում։ Այնինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունակար է մեր պետության հարատևության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության համար։ Բայց նաեւ ուզում եմ ընդգծել, մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետեւ պատերազմ չի լինելու։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված եւ խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա։ Մենք ուժեղացնելու ենք անվտանգության այդ ամենահուսալի երաշխիքը, ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում։ Կարգալույծ է հռչակվել Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Սույն թվականի հունվարի 27-ին Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը ընդառաջ Գերագույն հոգևոր խորհրդի հունվարի 27-ի որոշման հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Կարգալույծության համարի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու եւ մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը, խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականon գործունեությունը եւ դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկանդ կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կանոնական շեղումներով եւ կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին Արման Սարոյան Ավազանի անունով։ Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է արհեստական բանականության, մարդու իրավունքների ժողովրդավարության եւ օրենքի գերակայության մասին Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան։ Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ ունի ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում։ Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով զարգացնել արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը կոնվենցիան ստորագրելու եւ այս ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման ջանքերին միանալու համար։ Շրջանակային կոնվենցիան առ այսօր ստորագրել է 17, այդ թվում ԵԽԱ անդամ ու դիտորդ երկիր։ Հունվարի 27-ին հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օրը Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Միացնաէջ Մայր տաճարում կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Եկեղեցականած 19 հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած հայոց քաջորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։ Մեծի տան Անգելիկյո կաթողիկոսությունը պատրաստ է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան իր պատմական նստավայրի վերաբերյալ։ Թուրքիայի Հանրապետության դեմ դատական գործընթաց հարուցվել է դեռևս 2015 թվականին հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը։ Նախկինում մի քանի դատարաններ մերժել էին հայցը եւ այն այժմ քննվում է Թուրքիայի Վճռաբեկ դատարանում։ Եթե հայցը կրկին մերժվի, Կիլիկիո կաթողիկոսությունն այն կուղարկի մի էդ վերանայման համար։ Նման հայց ներկայացնելու որոշումը կայացվել է մի քանի օր առաջ փաստաբաններ Նորա Բայրակթարյանի, Թենյա Սիմոնյանի եւ Ջեմ Սոֆուօղլուի հանդիպմանը, հաղորդել է Կիլիկիա TV-ն։ Միշա Գրիգորյանն Արցախում մնացած վերջին հային է։ Ազատության հետ զրույցում արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը պատմել է, որ Հայաստան տեղափոխվածների մեջ ծանոթ ունի եւ նրա հետ կարճ զրույցում իմացել է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտից ճանապարհի կեսից հետ է գնացել։ Նա հրաժարվել է 2023 թվականին չհեռացած վերջին հայերի հետ Հայաստան գալ, որովհետեւ վախեցել է, որ իրեն կսպանեն, քանի որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք է տվել ու ադրբեջանական հեռուստատեսությամբ դրական արտահայտ Ադրբեջանի մասին։ Ասել է չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են, ինչ որ բաներ էր խոսում։ Վախենում էր, որ այստեղ իրեն սպանելու են, ոտերի տակ է ընկել թուրքերը ասել են, եթե մնաս, մենք ենք քեզ այստեղ սպանելու։ Ասել է, թե լավ է դուք ինձ սպանեք, ասում է լացուկոցը դրել է, դրան նորից գցել են ավտոն տարել են։ Տիգրան Պետրոսյանի խոսքերն է փոխանցում Ազատությունը։
Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վլադիմիր Վարդանյանը հունվարի 26-ին ընտրվել է ԵԽԽՎ կանոնակարգի էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ։ Կանոնակարգի էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովը պատասխանատու է ՎՀ-ժողովի կանոնակարգի դրամաշակման, փոփոխման, լավարկման, падգամավորների էթիկական վարքագծին գնահատական տալու եւ падգամավորական անձեռնմխելիության հարցերի քննության համար։ Խաղաղությունը երբեք անվճար չի լինում, այն վճարվում է մարդկանց կյանքերով, կորուստներով եւ համազգային փորձով։ Իսկ տվյալ խաղաղության համար Հայաստանը վճարեց չափազանց թանկ գին։ Շատ հայորդիներ չվերադարձան տուն եւ նրանց կորուստը թողեց անջնջելի հետք մեր հիշողության մեջ։ Մինչ այսօր կան ռազմագերիներ, որոնք Բաքվի բանտերում են, իսկ շատ երիտասարդների ճակատագիր դեռևս մնում է անհայտ։ Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքով այս իշխանությունները անընդհատ շահարկում են խաղաղություն բառը, բայց դրա գինը միայն միակողմանի զիջումներն են եւ հազարավոր կորուստները։ Խաղաղություն չի կարող լինել այն դեպքում, երբ որ մեր տարածքների մի հատված օկուպացված է, եւ խաղաղություն չի կարող լինել այսօրվա իշխանության պարագայում, որովհետեւ իրենք գնում են անընդհատ զիջումների, դա ոչ թե խաղաղություն է, այլ հրադադարի խոստման դիմաց հակառակորդի պահանջների փուլային կատարում։ Դրանք տարբեր բաներ են, դրանք խաղաղություն չեն։ Պարոն Թևանյան, Արցախի հանձնումից հետո, Արցախը բռնի ուժով նվաճելուց հետո այսօր Ադրբեջանը անդադ առաջ է տանում իր խոսույթում արևմտյան Ադրբեջան թեզը, իր իսկ հորինած։ Հիմա, եթե այսպես իրադրությունները համեմատենք, ստացվում է, որ Արցախը առաջին քայլն էր Հայաստանի արևմտյան Ադրբեջանի վերածման ճանապարհին, այսինքն Արցախի հանձնումից հետո, այս թեզը առաջ եկավ Ադրբեջանի մոտ։ Ադրբեջանում նախկինում էլ էին խոսում, բայց այս իշխանության օրոք հաճախ են դա ասում եւ իրանք դրա հիմքերը ունեն, քանի որ տեսնում են, որ անընդհատ պատրաստակամություն կա զիջումների եւ պարզը որ պարտված ղեկավարը եւ այն մարդը, ով բացառապես շահագրգռված է եւ հետաքրքրված է իր սեփական աթոռն ու կաշին փրկելու հարցով, ինքը պայմանավորվելու է թշնամու հետ, որպեսզի կարողանա կեղծ խաղաղության օրակարգի անվան տակ անցկացնել իր անձնական ծրագրերը եւ հենց հիմա մենք տեսնում ենք, որ այդպես էլ կա։ Փաշինյանին աջակցում են Թուրքիան ու Ադրբեջանը եւ չեն էլ թաքցնում, որ իրենք սատարելու են նրան առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որովհետև այդպիսի գործիչ իրենք Հայաստանում ենթադրում են եւ կարծում ճիշտ են ենթադրում, որ այլևս չեն գտնելու։ Դա է պատճառը, որ իրենք մտածում են, որ այս իշխանության վերարտադրության պարագայում հնարավորություն կա նաեւ կյանքի կոչելու Արևմտյան Ադրբեջան ծրագիրը։ Իրենք դրա հիմքերը ունեն, որովհետև ինչ պահանջել ստացել են, ինչեւ հիմա ինչը պետք է մտածեն, որ հետագայում չեն ստանա։ Պարոն Թևանյան, խաղաղության համար վճարեցինք փաստորեն ոչ միայն Արցախի կորստի գնով, այլ նաև հազարավոր զոհերի, ռազմագերիներ այսօր ցավոք սրտի ունենք, անհետ կորածներ, նրանց ճակատագիրն է անհայտ մնում դեռևս։ Այս ուղղությամբ թե վերջերս 4 ռազմագերի վերադարձվեցին, բայց դեռ շատերը մնում են Բաքվի բանտերում։ Այս ուղղությամբ քայլեր տեսնում եք գերիների վերադարձի։ Այն ինչ որ հիմա տեղի ունենում գերիների վերադարձ, Ադրբեջանի տարածքով ցորեն, վառելիք ներմուծել։ Սրանք բոլորը PR ակցիայի շրջանակներում են եւ նպատակ ունեն աջակցել նաեւ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը կարողանա ցույց տալ, որ իր այսպես կոչված խաղաղության օրակարգը առաջ է ընթանում, բայց մյուս կողմից որևէ ծպտում չկա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված, այսինքն մենք Բաքվում ունենք պատաններ, պահվողներ եւ նրանց հաստատ բաց չեն թողնում եւ չեն թողնելու, որովհետեւ դա առևտրի առարկա է։ Ու այս առումով Նիկոլ Փաշինյանը հիմնականում PR ակցիաներ է իրականացնում նաեւ Բաքվի աջակցությամբ, որովհետեւ բոլորը պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ Ուզում եմ ցույց տալ, որ Փաշինյանը խաղաղության խորհրդանիշ է, բայց Փաշինյանը միշտ է եղել պարտության եւ պատերազմի խորհրդանիշ։ Պարոն Թևանյան, այսօր նաև մի ցավալի այսպես երևույթ են կականատես լինում, որ մեր այն տղաները, հայորդիները, ովքեր իրենց կյանքը զոհել են, հանուն հայրենիքի, նրանց այսպես հիշատակը հարգելու, նրանց արարքը արժևորելու փոխարեն մենք տեսնում ենք, որ շատ հաճախ այն ծնողները, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում այս իշխանությունների, նրանց վայց քաղաքականության հետ կապված, այդ ծնողները, նրանց մի մասը այսօր տեսնում ենք բանտերում է, մի մասը ճնշումների է ենթարկվում, քրեական ինչ-որ գործեր կան հարուցված նրանց նկատմամբ։ Այս իշխանությունը ինքը փարիսեցիական եւ դեմագոգիկ բնույթ ունի, օրինակ այսօր հայտարարել են, ասենք հիշատակի օր, բայց իրենք
իրենց պատճառով տեղի ունեցավ պատերազմ, պարտվեցին այդ պատերազմում, տարբեր վարկածներ կամ թե ինչու, իրենք բերեցին զոհերը, ավերածություններ եւ հիմա կոկոդիլոսի արդյունքներ են թափում այդ ամենի համար։ Սա իրենց ոչն է, սա իրենց ոչն է փարիսեցությունը։ Այսինքն մի կողմից խոսել, որ մենք հարգում ենք զոհերին, մյուս կողմից նրանց ծնողներին հետապնդել, մի կողմից հայտարարել, որ իրենք ընդհանրենք Արցախի ինքնորոշման համար են պայքարելու, բայց հետո հայտարարել, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Այսինքն այդ դեմագոգիկ երկերեսանի եւ փարիսեցիական բնույթը հենց ցույց է տալիս, թե ինչ է իրենից իրականում ներկայացնում այս իշխանությունը։ Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ մեծ ցույցում հարց է բարձրացնում. Ում վրա է հույսը դրել Հայաստանը, բռնապետ Ալիևի, ով իր որևէ խոստում չի կատարել, իսկ նրա նախկինում տված բոլոր խոստումներն ու ստորագրած փաստաթղթերը փաստացի խախտվել են։ Այս ժամանակահատվածը ճիշտ է, ակտիվ ռազմական գործողություններ չկան, բայց մինչև 20 թվականը նորից էլի մի ժամանակաշրջան կար, եթե չեմ սխալվում, տարուց ավել, որ էլի սահմանին կրակոցներ չեղավ, բայց դա չխանգարեց, որ 20 թվին ագրեսիա իրականացնի, դա չխանգարեց, որ Արցախում նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո էլի Ադրբեջանը հարձակվի էթնիկ զտում ցեղասպանություն անի։ Այսինքն բոլոր այդ թեզերը, թե իբր Ալիևը այլևս խաղաղություն ա ձգտում, դա հիմարություն ա, որևէ նման բան չկա եւ Ադրբեջանի նպատակը մեկն է, կրկնում եմ, Հայաստան պետության քայքայումն ու փլուզումն է։ Եվ միակ երաշխիքը դա ուժեղ պետություն ունենալն է, ուժեղ բանակ ունենալն է եւ այսօր անգամ այն երկրները, որ այդքան էլ չեն մտածել ուժեղ բանակ ունենալու ռազմական ծախսերը մեծացնելու, այսօր տեսնում ենք նույն Եվրոպայում կամ այլ երկրներում ինչքան են մեծացնում իրենց ռազմական ծախսերը։ Այս պարագայում Հայաստանի ռազմական ծախսերը կրճատվում են, Ադրբեջանի ռազմական ծախսերը ավելանում են։ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը նկարտումներ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների վրա։ Ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներում են եւ Ադրբեջանը չի պատրաստվում այդ սուվերեն տարածքներից հետ գնա, ավելին ամրաշինական աշխատանքներ կատարում այն օկուպացված տարածքներում, որտեղից որ պետք է իրենց ասելով մոտ տարի կես առաջ ասում են ադրբեջանական զորքերը հետաքաշվելու։ Ադրբեջանում գտնվում է ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ այլ գեի վարված անձիկ, որոնց ապագայի մասին որևէ հստակ բացատրություն չի տրվում։ Այսինքն այս ամեն ինչի մեջ նաև վերոնշածս նաև անհայտության մեջ գտնվող անձանց ճակատագրի հետ կապված եւ այլ հարցերով հիմա որտեղ եք դուք այդտեղ խաղաղություն տեսնում։ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարյան ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատմական խաղաղության ուղղությամբ կատարված նշանակալի քայլը։ Միաժամանակ նա խստորեն քննադատել է Թբիլիսիի ներկայիս կառավարությանը, իր խոսքով Վրաստանի ռազմավարական մեկուսացման մղելու համար։ Նախկին վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատմական խաղաղության ուղղությամբ վերջերս արձանագրված հանգրվանի կապակցությամբ, ընդգծել որ այս առաջընթացը հնարավոր է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության եւ ներգրավվածության շնորհիվ։ Վերջինս պնդել է, որ ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությունը Հարավային Կովկասում մնում է կենսական տարածաշրջանային խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման համար, հատկապես այն ժամանակ, երբ երկրները ակտիվորեն վերադասավորվում են նոր աշխարհակարգում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նմանակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, կրելով արևային ակնոցներ։ Սթարմերը կիսվել է Political Party Live շոուի մի հատվածով, որտեղ նա արևային ակնոցներով արտասանել է ֆրանսերեն Bonjour բառը։ Սթարմերը նշել է Մակրոնի էջը եւ գրել. «Խոսիր ինձ հետ գուս»։ Այս արտահայտությունը հղում է Top Gun ֆիլմին, որի գլխավոր հերոսը կրում է նմանատիպ ակնոց։ Հանրապետություն կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ կողմնորոշված է վարչապետի թեկնածուի ընտրության հարցում։ Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը սոցցանցում հայտնել է, որ վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, որովհետեւ կարծում է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքները պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ։
ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել եկեղեցու որոշ հոգևորականների իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ, հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր փոխնախագահ ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ստրասբուրգում ընդունվել է ԵԽԽՎ վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը։ Բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում ի թիվս այլնի վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնել եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ, իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում ի թիվս այլնի կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին, նշել է Ռուբեն Ռուբինյանը։ ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում հայտարարություն է տարածվել, որում ասվում է. «Մեկ անգամ եւս հայտարարում են բոլոր նրանց համար, ովքեր մեկ անգամից չեն հասկանում»։ Պարոն Բաղդասարյանը հանդիսանում է ԴՕԿ կուսակցության, իսկ ընտրությունների ժամանակ ԴՕԿ դաշինքի գլխավոր շտաբի պետը, ինչի մասին արդեն պայմանավորվել ենք դաշինքի մասնակից մյուս կուսակցությունների հետ։ Նախընտրական բոլոր հարցերով մինչև իմ դուրս գալը բացառապես զբաղվում է նա։ Ինչ վերաբերվում է ԴՕԿ կուսակցության նախագահին նախընտրական գործառույթներից հեռացնելը, ապա դա պարոն Բաղդասարյանի տիրույթում է եւ ես իրեն անվերապահորեն վստահում եմ։ ԴՕԿ կուսակցության նախագահին էլ հանձնարարում եմ օրենքով սահմանված կարգով հրավիրել համագումար, քանի որ օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտ է կուսակցության կանոնադրության փոփոխություններ կատարել, քննարկել նախագահի այս տարիների հաշվետվությունը, անհրաժեշտության դեպքում ներկայացնել համագումարին դաշինքով գնալու, նախընտրական ցուցակի եւ այլ լրացուցիչ հարցեր, ասված է հայտարարությունում։ ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ, եթե Կիևը համաձայնի խաղաղ համաձայնագրի, որը կներառի մի շարք տարածքային զիջումներ։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը, հողում անելով իր աղբյուրներին։ Թերթի տվյալներով անվտանգության երաշխիքներից բացի Վաշինգտոնը նաև պատրաստ է ավելացնել Ուկրաինային զենքի մատակարարումները, եթե Վոլոդիմիր Զելենսկին համաձայնի տարածքային զիջումների։ Անանուն պաշտոնյաների խոսքով ԱՄՆ-ի ենթադրյալ պարտավորությունները հավանաբար կներառեն խոստում, որ այդ երաշխիքները կարող են արտացոլել ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի 5-րդ հոդվածը, որը վերաբերում է հավաքական պաշտպանության սկզբունքին։ Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է թերթը, այդ խոստումը ներկայումս թվում է չափազանց անորոշ։ Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ Վաշինգտոնի առաջարկը անվերջ չի մնա քննարկման օրակարգում։ Լեհաստանն ու Բալթյան երկրները ինչ-որ պատճառներով մշտապես վախենում են Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ աշխարհում կան երկրներ, որոնց հետ Ռուսաստանը դարեր շարունակ ունեցել է բարեկամական զգացմունքների պակաս։ Վերցնենք օրինակ Լեհաստանը։ Լեհաստանի հետ մենք իսկապես խնդիրներ ունենք։ Բալթյան երկրների հետ նույնպես իրական խնդիրներ կան։ Նրանք անընդհատ ինչ-որ պատճառով մեզանից վախենում են։ Եվ այնտեղ իշխանության եկող բոլորը պարզապես սկսում են մոլեգին կերպով ատել Ռուսաստանն ու ռուսներին, ընդգծել է Պեսկովը։ Իրանը կոշտ պատասխան կտա ցանկացած արտաքին ագրեսիայի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահ է իր կարողությունների մեջ եւ հաշվի առնելով նախորդ փորձը, մասնավորապես 2025 թվականի հունիսյան հերոսական մարտերը, համապարփակ եւ ջախջախիչ պատասխան կտա ցանկացած ագրեսիայի, ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Եղանակը առաջիկա օրերին։ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր եւ վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, քամին կլինի հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Այսօր Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 28-ից 31-ին, ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Երևան քաղաքում նույնպես այսօր եւ վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, բայց մառախուղ կլինի։ Առաջիկա գիշերը սպասվում է ձյուն։